Երում ենք մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Արմինե Ադիբեկյանը, բարև։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես այս զույգը նորոգություն է ընտրել իր համար։ Չգիտեմ ինչի Արմինեն ժպտում։ Երեք Աշոտյանն էլ ճիշտ ասեց, ընտրել է ամենաստոր տարբերակներից մեկը, մտել է նստոր անտեղերում անկողին, կեղտոտ անկողին, այսպես ինչ որ բան թե որ, բայց ըստ էության Թիրախը շատ են ասում վերջին կառույցն է մնացել, որ համակարգված է, ազգային է, կուռ էր, համենայնդեպս այս 7 տարիների ընթացքում շատերն ասում են 18 թվականին, բայց ըստ էության եթե Նիկոլի գործունեությանը հետևել, ապա 30 տարի շարունակ ինքը թիրախավորել է ազգային ամեն ինչ, այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցին։ Հիմա նորից թիրախավորել է եւ բառամթերքի մասին չասեմ ինչ ոճով, ինչ կերպով, ոճը չասեմ ինչ կերպ, անգամ մանկապղծության մեջ այսպիսի մեղադրանքներ հնչեցրեց զույգի ամենավտանգավոր հատվածը, այդ մենք կարող միասին քննարկենք էլ այդ զույգի ամենավտանգավոր այս կողմը թե այն կողմը, որովհետև ես կարծում եմ այլևս տարանջատել պետք չի, այս մարդիկ ինչ որ մի պահից սկսեցին հրապարակային ցուցադրել, որ իրենց համախոհ են, համակարծիք են բոլոր հարցերում եւ գործում են միասին։ Արդյոք կհաջողի իրենց դա այդ համակարգել, այսպես ասած փլուզել, ինչպես տեսնում ենք ինքը հետևողական է, դուք ասում եք սովորաբար Աննան հետևողական չի, ինչ գործ որ բռնում է անավարտ է թողնում, բայց Նիկոլը քանդելու, ավիրելու, հանձնելու առումով շատ հետևողական է։ Ես հիմա հատուկ չեմ դնում, որ դուք դիտեք, ես երեք ինքը ասել էր, մենք պիտի վերադարձնենք եկեղեցին ժողովրդին, ես երեք ցուցադրում եմ եւ տականքից ակնկալում, որ այդ ամեն ինչ ինձ վերադարձնի իմ հայրենիքը, որտեղից որ 385 միայն եկեղեցի է հանձնել, 60 վանք, 10,000 հուշարձան, 20,000 խաչքար, այս միայն բան եմ ասում, էլ չեմ ասում այդքան կյանք, կամ ասենք առնվազն 10,000 կյանքը փորձի վերադարձնի մեզ մանիպուլյացիաներով նորից աշխատում է, կհաջողի թե չի հաջողի, ընդհանուր առմամբ ես ձևակերպեցի, խնդրեմ։ Նախ ինչի համար եմ ժպտում, ինչ-որ սխալ ընկալում գոյություն ունի, որ Փաշինյանը նոր գործունեություն է ծավալել, դա բացարձակապես նոր չի, եւ եթե դուք հետևեիք իմ նախկինում տված հարցազրույցները, ես գլխանց 18 թվականից ասում եմ, որ նա ունի կոնկրետ ծրագիր, որը իր մեջ պարունակում է Արցախի հանձնումը, Հայաստանի Հանրապետության թուլացումը եւ մի շարք այդ թվում նաեւ հայ առաքելական եկեղեցու լուծարումը։ Դա Ադրբեջանի պահանջներից մեկն էր եւ դրա մասին բացեիբաց խոսում էր եւ Ալիևը մինչեւ այս վերջին արշավը սկսելը խոսեց Փաշազադեն, որ հայ առաքելական եկեղեցին խաղաղության վտանգ է սպառնում եւ այն պետք է ոչնչացվի եւ դրանից մի քանի օր հետո Փաշինյանը սկսում է իր այս արշավը, այսինքն դա նոր բան չէ, դա հին պատմություն է եւ այդ պատմությունը սկիզբ է առել ոչ թե մի քանի շաբաթ առաջ, այլ դեռ 18 թվականին, եթե հիշում եք այդ բոսյակները եկեղեցի նոր կաթողիկոս, հիշում եք, ասենց ինչ որ բան կար, այդ պահպանակներն էին շատ ակտիվ ահաբեկում վեհափառին, այստեղ եկեք հասկանանք, որ վեհափառի անձը այս պարագայում բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, այստեղ նշանակություն ունի նրա կարգավիճակը եւ այն դիրքը, որը զբաղեցնում է ինչ որ մեկը, հա, հայ առաքելական եկեղեցու առաջնորդ ամենայն հայոց կաթողիկոս, հիմա ով է այդ մարդը, դա էական չի։ Այսինքն եւս մեկ անգամ կարող ենք փաստել, որ Փաշինյանը կատարում է Բաքվի պատվերը, Բաքվի պահանջը եւ կատարում է դա իրեն բնորոշ ոճով։ Փաշինյանը ուրիշ ձև չի կարող։ Մարդը ոչ կրթություն ունի,
ոչ տակտ ունի, ոչ դաստիարակություն ունի, հա, եւ այդ ամեն ինչը նա սկսում է իրեն հոգեհարազատ ոճով մտնելով մարդու անկողին, հաշվի առնելով, որ ամենայն հայոց քերին, որի անկողնում էլ ով ասես չի եղել, բնական է դրանից է սկսում իր արշավը։ Զավեշտալին այն է, որ այս վերջի տարիներում որոշակի բառամթերք կիրառելու համար քանի հոգի դատվեց։ Երկու անգամ մենակ ես եմ դատվել, որ պատկերացնեք, հա։ Հիմա այդ նույն մարդը կիրառում է նույնատիպ բառամթերք եւ ելնելով իր սեփական քաղաքականությունից եւ փիլիսոփայությունից նա պետք է դատվի նման արտահայտություններ օգտագործելու համար, ու այդ ամբողջ այդ քայլող շները միանգամից բան են անում, ցենց պատնեշ են կազմում, Փաշինյանն են պաշտպանում, թե բա կապ չունի ոնց ասել, կարևորը ինչ է ասել։ Նու ոնց ասել դա կարևոր է, համենայն դեպս պետականության առումով, որովհետև երկրի առաջնորդը չի կարա բոսյակի եւ քուչի բազարչու մակարդակի բառամթերք կիրառի, դա անընդունելի է, դա կարող է անել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, բացի բարձր պաշտոնյայից, որտեղ բարձր պաշտոնյան, բացի նրանից, որ նա պարտավոր է ապահովել սահմանների անվտանգությունը, տնտեսական անվտանգությունը, առողջապահական անվտանգությունը, այդ թվում նաև նա պետք է պաշտպանի հայոց լեզվի անվտանգությունը եւ մաքրությունը, եւ դրա մասին գոյություն ունի համապատասխան օրենք։ Եվ եթե մեր անվտանգության երաշխավորը իրեն թույլ է տալիս նման բառամթերք, ապա ես ուզում եմ հասկանամ ինչ հիմքով են դատվում եւ դատվել մնացած հասարակ քաղաքացիները։ Արմեն Գրիգորյանը օրինակ, Վազգեն Սաղաթելյան, Արեգ Սամսոնյան։ Չէ, կոնկրետ Արմեն Գրիգորյանի նաև սպանեցին, հիմա մենք բոլորի նկատմամբ էլ կա տենց բաներ, բայց երկրի գլխավոր մանկապիղծները Չուլան բառից դիվահարվել են։ Ինչ վերաբերվում է մանկապղծությունը, իհարկե գոյություն ունի որոշակի պրոտոկոլ, հա, ես չգիտեմ ով է այդ կինը։ Այդ կինը ով է, բոլորս գիտենք։ Չէ, ինչ կարգավիճակ ունի նկատմամբ։ Ամենայն հայոց քերակինն է, ով է։ Հա, հասկացա։ Հա։ Տենց է մնաց քերակին։ Ուրիշ ձևաչափեր կա, ոնց կարելի է բնութագրել այդ էակին։ Ինչևէ, այսինքն ինչքանով ըստ պրոտոկոլի, ինչքանով կարող է Գարեգինը դատի տալ նման ծանր մեղադրանք հրապարակելու գործով։ Ես չգիտեմ, եթե հասարակ մարդ լիներ, ակնկալի կլիներ, որ մարդը գնար դատարան, ասեր հիմնավոր գնաց, ոնց որ ժամանակին Սերժ Սարգսյանը դատի տվեց Խաչատուր Սուքիասյանին կազինոների պատմությունով, եթե հիշում եք, Գրզոնվորդը նստում պատմում էր, ոնց է Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության բյուջեն բանում, կազինոներում թողել։ Սերժ Սարգսյանը դիմեց դատարանն էլ ասեց Գրզո ջան, եթե այդքան վստահ ես քո խոսքերին, խնդրում եմ ապացույցներ ներկայացրի։ Այդ պատմությունից անցել է արդեն 2 տարի, բնական է, որ Գրզոն ձենը կտրեց ու ոչ ապացույց, ոչ բան, մտածեց, որ տենց այդ թեման քնվելու է ու գնա, այսինքն Սերժ Սարգսյանի կազինոյի առասպելը ժողովրդի մեջ շարունակելու է ապրել։ Հա, իսկ Գրզոն չի ներկայացնի, որտեղ արդեն 2 տարի է անցել, չի ներկայացել ոչ մի փաստ, ոչ մի ապացույց ու ստեղ նույն պատմությունն է։ Այսինքն կամ այդ էքը պետք է ապացույցներ ներկայացնի, կամ էլ այդտենց կմնա որպես բան, որ հայոց առաքելական եկեղեցու առաջնորդը մանկապիղծ է, Չուլան է, ես չգիտեմ, քեռակնոջ հետ է ապրում եւ այլ եւ այլ։ Դեպ ասած, ես չգիտեմ, հասկանում եք բայց զգացի որ Վանու գլուխ։ Գարեգինը 70-ից մարդ է։
իր քերակինը արդեն 80-ին մոտ պետք է լինի։ Հասկանում եք, այստեղ 80-ին մոտ 75-6 տարեկան մարդ է, քերակինը, ասենք քերի ոնց լինի մի 20 տարի մեծ կլինի, 100 տարեկան։ Լավ, ասենք թող 10 տարի լինի, կարող է ջահել աղջիկ առել, կարող է ջահել աղջիկ առել, այսինքն առնվազն 80-ին մոտ կին պետք է լինի, էլի, ես ինչ աստիճանի մարդ պետք է հիվանդ լինի, որ նման մեղադրանքներ առաջադրի տարիք առած մարդու հետ 20, 25, 30, 40 տարեկան մարդկանց մասին խոսքը գնար, հələ կարելի էր ենթադրել, որ ինչ որ նման պատմություն գոյություն ունի, հա, այս տարիքային խմբում դժվար նման կրքեր զարգանան ու ինչի է Փաշինյանը նման ձևաչափ ընտրել, կնիկն էլ որոշել է, որ քերակինը իսկականից մի քիչ too much է, 80 տարեկան կնգան դժվար բան անենք, մի քիչ ստավկեքը բարձրացնենք, մանկապղծություն առաջ քաշենք։ Դա լրիվ անիմաստ ինչ-որ բան է, ցեղ շպրտոցի է, որ այդ թեման շրջանի արվի, կամ հələ մի րոպե մենք խոսում ենք Գարեգինի ենթադրյալ երեխաների գոյության մասին։ Բարիշտի Քարեմյանի հետ որ տենց տալի առնում եք իրար սենց պաճպճոցի եք անում, քեզ չի հուզում, որ ինքն էլ է ինչ-որ մի հատ տերտերի ապորինի ցրթանք։ Այսինքն դու պրոբլեմ չունես ապորինի ծնված, այսինքն ըստ Նիկոլ Փաշինյանի Արգիշտի Քարեմյանը չպետք է ծնվեր։ Ու դու պրոբլեմ չես տեսնում նմանատիպ հանցավոր սեռական կապից ծնված ինչ-որ մի հատ եթիմի հետ ընկերություն անես, պաշտոններ տաս, աստղեր ուսերին շարես, պրոբլեմը եկավ հասավ գործը Գարեգինին։ Բայց ինչի իրաց մասին չես խոսում, բայց ապորինի հարաբերություն չի, որ դու գիտեք քանի միլիոն է նստում այս կինես երկրի վրա։ Մենք խոսում ենք հիմա երեխեքի մասին, բայց հիմա այդ կնգա ապորինի մասին է։ Մի հատ էլ էջը նայեք, էջը տեսեք ինչ միլիոններ է ծախսվում եւ Արայիկ Հարությունյանը ասեց, որ այս ամբողջ ծախսերը պետության բյուջեից է, իրանք են ասել։ Այս պետության բյուջեից ով է հասկացա, մենք հիմա հասկացա, մենք հիմա խոսում ենք երեխեքի մասին։ Այդ կնգա կոռուպցիայի մեջ առաջի դերակատարություն խաղալու մասին խոսվում է անընդմեջ, խոսացվել է իմ անցյալ։ Բայց դու տեսնում ես, որ պրոբլեմ չունեն մարդը բաց։ Իհարկե նա պրոբլեմ չունի։ Այո, բյուջեից է ծախսվում այդ բոլոր գումարները։ Հիմա Սրբազանն էլ Աջապյանն ասել, դու ինչ կարգավիճակ ունես։ Մի տարիքո կարգավիճակը հասկանաք, որ դու եկել ես դատում ես։ Այս կամ այն, դու ով ես, ինչ կարգավիճակ։ Իր կարգավիճակը մենք բոլորս հասկացել ենք, ամենայն հայոց քերակին։ Չէ, որ քերակնոշն են տալիս քանի միլիոն բյուջեից։ Իսկ Փաշինյանը ի՞նչն է անում ճիշտ օրենքի սահմանով։ Դե մի հատ դու էլ ասա, ես էլ ասեմ բանը քերակին, տենամ այդքան միլիոնով կտա։ Հիմա ինքը կանգնում ասում ես քերակին։ Հիմա ճիշտ քերի է ընտրելի։ Հա։ Այդ ուրիշ։ Էդ էլ է, բան հանճար։ Չէ, ճիշտ քերու քերիները ընտրե։ Ամեն քերի չէ, որ Էրդողան ու Ալիև քերի կուներ, քերի։ Հենց որ հասկանում եք, այս ամեն ինչը իհարկե եւ տխուր է, եւ ծաղրելի է, եւ սենց շոկային է, բայց սրա տակ, սրա հիմքում դրված է մի ուրիշ շատ ավելի կարևոր եւ ամեն ձև քողարկվող փաստ։ Սա Բաքվի ուղիղ պատվերն է եւ կրկնում եմ դա իմ կարծիքը չի, դա անգամ վերլուծական աշխատանքի արդյունք չի, մի վարքյան, դա բացեի բաց Բաքուն հնչեցրել է մամուլի միջոցով, այսինքն մարդիկ ասում են պետք է լուծարվի եկեղեցին, Նիկոլը ասեց եղավ կլուծարեմ, ու լուծարում է, թե հիմա ով դոմփում, ով ումից երեխա ունի, դա արդեն էական չի, ուստեղ շատ կարևոր մի հանգամանք կա, որը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս մարդը թքած ունի եւ օրենքի, եւ կարգի, եւ պրոտոկոլի վրա, հա, որ աշխարհիկ մարդիկ կապ չունի ով են նրանք, վարչապետա, ես չգիտեմ, տաքսու շոֆերա, ինչա, նրանք իրավունք չունեն մտնել եկեղեցի ու կանոնակարգի մեջ։ Եկեղեցին ունի փակ ստրուկտուրա է, որը կատարում է իր գործառույթները,
Եվ այդ կանոնակարգի մեջ մտնելու իրավունք ոչ ոք չունի, ով կընտրի կաթողիկոս, երբ կընտրի, դա եկեղեցու դարերով, հազարամյակներով եկած ավանդույթ է կամ կարգ է, ոնց ուզում եք անվանեք, որի շնորհիվ եկեղեցին կարողացել է ոչ միայն ինքնապահպանվել, այլ նաև ազգապահպան գործունեություն ծավալել, որտեղ որ մենք այսօր հայ ենք, մենք ունենք լեզու, մենք ունենք ինքնագիտակցություն, մենք ունենք, շուտով չենք ունենա, բայց այնուամենայնիվ մինչև այսօր ունեցել ենք պետություն եւ պետականություն, դա եկեղեցու շնորհիվ է։ Ես դա ասում եմ որպես մարդ, որը ատեիստ է, ես եկեղեցուն ընկալում եմ ոչ թե ինչ-որ, դա Աստծո մասին չի, սա հաստատություն է, սա ինստիտուտ է, որը պետք է պահպանվի այն տեսքով, որով նա առավել էֆեկտիվ է գործում հայապահպանության ուղղությամբ։ Իսկ քանի որ եկեղեցին, կրկնում եմ, մենք վերանում ենք Գարեգինի անձից, որտեղ Գարեգինը որպես անձ այսօր կա, վաղը չկա, եկեղեցին եղել է, կա եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ նա մնա, որտեղ նա կատարում է գործառույթներ, որը պետությունը չի կարող ապահովել։ Դա մեր արխիվային բազան է, մեր ազգային ինքնության արխիվային բազան է։ Եվ այդ գործառույթները եկեղեցին շատ լավ կատարում է։ Ու ինձ որպես քաղաքացի բացարձակապես հետաքրքիր չի Գարեգինի անձնական կյանքը։ Պետք է չի քննարկել։ Որովհետև Գարեգինի ֆունկցիաները կայանում են լրիվ ուրիշ բանում։ Իր այդ բանը, կուսակրոնությունը չի մտնում իր գործառույթների կատարման էֆեկտիվության մեջ։ Բայց քանի որ բոլորին հետաքրքիր է տեսնեն ում տեղաշորում ինչ է կատարվում, հասկանում եք, նրանք խաղարկում են հենց այդ քարտը։ Տեսեք, ինքը չի էլ թաքցրել, Շվեյցարիայում ինչ է կանում, Անանա գրում կամ Քեռակին ոնց որ ասում են, Շվեյցարիայում ինչ է կանում, ում է անվտանգ ուղարկում հարազատ բնորան, այս արդեն արցախցիների մասին ասում էլի, ում եք անհապաղ ազատում գերությունից, դու գիտեք հոգևորն ինչ է, այ քեզ նորություն, այսինքն այս Քեռակինը չի թաքցնում, որ կոնկրետ երբ որ գնացել են եւ այնտեղ որոշակի բան ա եղել, հայտարարություններ են եղել, իդեպ երեկ էլ նաև հոգևոր խորհուրդը Միացյալ Նահանգների հայտարարեց, որ պղծվում, ապականվում է մշակութային ժառանգությունը Ադրբեջանում, դատապարտեց, էլի սրա արդյունքն է, իրենք մեծ խորհուրդ են հրավիրել, դրանից է ցնցած, որտեղ Փաշազադեյա, չգիտեմ, Զիբիլա հրահանգելա, որ պիտի անմիջապես պատասխանը տա, սա հաջորդեց ընդամենը մյուս օրը, հենց այդ հայտարարությունը եղավ Շվեյցարիայից, անմիջապես Քեռակինը այսպիսի հայտարարություն արեց։ Մի խոսքով հիմա այս մարդիկ ինքնությունը քանդելու գործում, հա, անցել են հոգևորական կառույցների կազմաքանդման գործին։ Հիմա կհաջողվի, չի հաջողվի, ես չեմ կարող ասել, որովհետև всё же եկեք հաշվի առնենք, որ եկեղեցին Փաշինյանից էլ ավելի սարսափելի պերսոնաժների է իր բան արել, հանդիպել եւ հաղթահարել, հա։ Ես դեռ խորհուրդ չեմ կարող տալ, ինչ պետք է անի Գարեգինը, կրկնում եմ, որովհետեւ ծանոթ չեմ կարգին։ Ես կրոնից հեռու մարդ եմ, որը գնահատում է եւ հասկանում է այդ կառույցի արժեքը մեր պատմամշակութային եւ ինքնության համար։ Ու երևի թե գոյություն չունի աշխարհում մի հայ, որը չկիսի այս կարծիքը, կապ չունի նրան դուր է գալիս Գարեգինը, դուր չի գալիս, նա հավատում է Աստծուն, չի հավատում, բայց եկեղեցու ինստիտուցիոնալ բանը, նագրուսկան չի կարող չգնահատել, ու դա քաչ պարզ է Փաշինյանի եւ նրա քեռակնոջ բաներին, պատվիրատուներին, եւ նրանք էլ են գիտակցում, որ եթե նրանք վիզ են առել ոչնչացնել հայերին որպես ազգային տարր, նրանք պետքա նաեւ կազմաքանդեն եկեղեցին։ Սա շատ պարզ բանաձև է։
Տեսեք, հետևում եք իր էջին, կրթությունը նորաձև է շարժումը հերթական հանդիպումը Սիսիանում ընթացավ, Լեփլեցուն դահլիճում, չգիտեմ ինչ։ Երեխաներին այսինչ շրջանից բերել ենք Մատենադարան շրջագայության։ Չքնաղ Գորիսում կրթությունը նորաձև է շարժումը 38-րդ հանդիպում առանձնացավ ջերմ տտտտ։ Այս ամբողջը նորից եմ կրկնում պետության բյուջեի գումարներով։ Կրթությունը նորաձև է շարժումը Կիրակի, Վան, Սիսիան քաղաքների ուղղությամբ։ Այստեղում հեղինակը նախընտրում է եւ այլն տարանք շրջագայության չգիտեմ ինչով այսօր իմ քայլի հիմնադրամի աշխատակազմը տնտեսական կարևոր ընտանիքի ինչ է սա նշանակում սա քարոզ է սա փողերի լվացում է սա չգիտեմ մոլորեցում է ինչ է անում այստեղ պետք է եւ ինչու այդ հարցում երևի Բագրատյանն ավելի օգտակար լինի վստահ մարդը հայտարարեցի որ այո այս ամեն ինչը պետության բյուջեից է Փայլունա որ շատ լավ է որ պետության բյուջեից է բացատրեմ ինչու Բագրատյանը ավելի ճշգրիտ այդ ամեն ինչը կպատասխանի որտեվ սյուժե տնտեսագետ է պետք է հասկանալ ինչքան փող է դուրս գրվել եւ ինչքան փող է ծախսվել որովհետեւ Սիսիանից երեխեքին Մատենադարան բերելը դա մոտավորապես մի 200,000-ի 300,000 դրամի պատմություն է Մա պետք է հասկանալ, այդ ես շատ եմ ասում, հաշվի առնոտ երեխեքին ուտացնելու են, ես ամենաթանկանոց ավտոբուսները, այսինքն ամենաբարձր գներով եմ հաշվում, պետք է հասկանալ պետական բյուջեից ինչքան փող է դուրս գրվել, դա պետք է լինի բաց ինֆորմացիա։ Ու տեսնել իրանք ինչքան փող են լափել, եթե կհիշեք 19 թվականին են բաները, ԿՊՇ-ի էքերը Լուլուն Թագուհի Եսիմինչյանը Ոչմ 3-4 ԿՊ պատգամավոր խալու լվալու տոն էին կազմել խալի լվալու գինը մոտավորապես կարող եք չէ պատկերացնել ինչ կարող է արժենա այսինքն ոռոգման ջուր շլանգովետի ձրիա պոլիփետերը ձրիա Փոշին թողլնի, ասենք, ամենաթանկ փոշին 2000 դրամ բանը, մի կիլոն 10,000 եվրոյի թե դոլարի չափ փող են դուրս գրել պետ բյուջեից, причем այդ փողը լվացել են Լուլուի ընկերուհիներից մեկի ՍՊ-ով։ Ոստեղ ակնհայտ էր, որ իրանք այդ 10,000 եվրոն թե դոլարը մսխել են, որովհետև խալի լվալու համար 10,000 դոլար փող պետք չի։ Հիմա այստեղ նույն պատմությունն է, մենք պետք է հասկանանք ինչքան փող է դուրս գրվել պետ բյուջեից եւ հաշվարկել մոտավորապես ու հաշվի առնելով որ սա պետ բյուջե է, այստեղ շատ կարեւոր հանգամանք է, իրանք չեն կարա գնան Կայարանից ավտոբուս վերցնեն, տանեն, այդ ամեն ինչ արվում պայմանագրերով, չեկերով, փոխանցումներով, իրանք քեշ չեն կարա ծախսեն, օրենքն է դա պահանջում, պետք է հասկանալ փոխանցումով ինչքան փող են նրանք ծախսել, այդ երեխեքին բերել Երևան եւ տանել հետ։ Ոստեղ մենք արդեն կհասկանանք նպատակը, ինչքան փող է մսխվել կամ մսխվելը չի մսխվել, կարող է իսկական ուղեղներ անում եւ ինչ քարոզարշավ են սկսել։ Դե իրանք պատրաստվում են ընտրությունների։ Սա ընտրությունների բանն է, որտեվ այդ Մատենադարան եկած երեխեքի մամաները հրճվանքով ասել են, «Վայ, ինչ լավ ծյոծա եկավ, մեր երեխեքին տարավ Մատենադարան»։ Ոչ միայն դե պատերազմի հաստատին ինչ որ նվերներ, ինչ որ բաներ։ Դե կոչվում է ընտրակաշարք, այո, դա կոչվում է ընտրակաշարք եւ հատկապես եթե դա պետ բյուջեից է, դա կոնկրետ ընտրակաշարք է եւ դա եւս մեկ հոդված է Աննա Հակոբյանի ապագա մեղադրական բանին։ Ասում են ինչու հենց հատկապես այս փուլում իհարկե ամենակարևորը որ ընդհանրապես ծրագիրը իրենց շարունակում են որ պիտի եկեղեցին էլ ավիրեն բայց նաև այս նույն օրերին հայտարարագիր է ներկայացել որ սա նաև ինչ որ իմաստով փակել եւ
Եթե դուք նկատեցիք վերջին մեկ ամսվա ընթացքում շատ աղմկոտ բացահայտումներ եղավ իրենց թալանի հետ կապված։ Օրինակ 368-ը գրել էր էլի մեկ տեղից գնումներ եւ այլն, մի շարք բացահայտումներ, միլիարդների, միլիոնների եւ այլն անիֆի եւ ոչ միայն։ Նաեւ այս ամեն ինչը ստվերելու համար դե մեր ազգի մեծ մասն է որ հիվանդ է, հենց անկողին, կեղտոտ անկողի բան է լսում, տես մոլագարի պես բան է, ասում են նաեւ սա է, թե դա այդպես երկրորդային թեմաներ են, գերխնդիրը, գերնպատակը, Փաշազադեի, չգիտեմ ինչա հրահանգել է, ասում է որ Էրդողանն ասում է պիտի գնաս եւ գործանես, ավիրես մեկը մյուսի հետ կապ չունի, իրանք զուգահեռ գոյություն ունեցող պրոյեկտներ են։ Հիմա նրանք շատ լավ գիտեն, որ նրանք ոչնչացնում են Հայաստանը, նրանք գիտեն, որ պետք է ոչնչացնեն եւ ոչնչացնում են եւ օրա գալու եւ նրանք մեզ պես մնալու են անտունի։ Ինչ պետք է անեն, հիմա պետք է այնքան գրփեն, որ իրանք ապագան ապահով լինի։ Բայց նաեւ բացահայտում եղավ, չէ՞, որ բանը Ֆրանսիայում, եթե արդեն 1-2-ի մասին կոնկրետ հասցեով ասում են Կանադայի, ես ինչ հասցեեմ, իրա տունն է, սա է։ Հիմա գիտեք ինչ ասում, $3 կարելի 3 եվրով։ Ես ասի թող մի 10 հատ տենց բացի։ Կարելի է Ֆրանսիայում ասում տես թերթ բացել ու կայք բացել, ինչ եք ասում։ Հայաստանում կարելի է անվճար կայք բացել, բայց կայք քշելը փող արժի։ Չէ, բայց այդ ես իմ քանի տարվա գործող լրագրող է, բան է, կոնկրետ հասցեով ասում է, որ դու ինչ ունես, ինչի մասին է խոսքը։ Գիտեք ինչ, Բայց ինքը այդ որ 30 տարի տենց գրում էր լավ էր, սա 5 միլիարդ ունի, սա 4 միլիարդ ունի, սա այս դղյակ ունի, նայեն ունի։ Մարդը պաս գրել է, հա, լավ էր։ Ես որ գրում էի լավ էի անում, դուք իմ մասին, իմ բջերի մասին պետք է վատ բան չգրեք։ Որովհետև տենց է ինքը իրան թվում է, որ ինքը կինոյի տղեն է, աղջիկն է, ես չգիտեմ ինչն է։ Որ ես իրավունք ունեմ գրեմ, դուք իրավունք չունեք։ Որովհետև երբ որ իրա սուրը եկավ իրան բան արեց, ծակեց, միանգամից ինքը ցույց տվեց իրա էությունը, իրա ինչ լինելը, որ կրթող մարդը իրավունք չունի նման գրառումներ անի, հաշվի առնելով, որ իրան թվում է, որ ինքը այս երկրում ինչ-որ կարգավիճակ ունի, դա մեկ, երկրորդը, ինչ վերաբերվում է այդ նրանց գրփածի վրա, հա, ըստ Հայաստանի Հանրապետության օրենքի նման գրառումները հիմք են հանդիսանում առնվազն, եթե ոչ քրեական հետապնդում ծավալելու, այլ գոնե հետաքննություն նախաձեռնելու, այսինքն պետք է ստուգեն, իրոք դա տենց է, ով պետք է ստուգի, այն բանը, անուն չեմ հիշում ես դատախազը, այն մյուսը, կապ չունի այդ իրեք էքը, որ սենց հավաքվել են, Աննայի հետ չայ են խմում, իրանք հետո պետք է գնան Աննայի դեմ բան անեն, ստուգումներ կազմակերպեն, իհարկե ոչ, ու այդ ամեն ինչը, ախր իրանք չեն հասկանում, դա ինձ թվում է դա բոլոր պաշտոն ունեցող մարդկանց այբն է, դա նախկինում էլ է եղել, հիմա էլ կա եւ կլինի ապագայում, այ որ մարդը գալիս է հասնում է ինչ-որ մի հատ դիրքի, որ ոչ մի բան չանելով ինքը կարի աշխատի, լիքը փող, ինքը ունի իշխանություն, հարցեր լուծում, նրան թվում է, որ դա լինելու է անverջ, որ պատասխան տալու օրը չի գալու, այդ պրոբլեմը ունեցել են միշտ եւ բոլորը, հա, բայց սրանց նման այլանդակ ձևի, որ անում եմ, լավ եմ անում, էլի եմ անելու, ես կյանքում չեմ տեսել, ես sense բան մեկ է տեսել եմ, ասենք Զիմբաբվեում, երբ որ մի գեղեցիկ օր պարզվեց, որ Զիմբաբվեի բյուջեի հաշվի վրա մնացել է $10 փող, որովհետեւ Զիմբաբվեի նախագահի կնիկը մի հատ այսպես Աննա Հակոբյան էր, որը համարում էր, որ ինքը այնքան կա, որ կարա շռայլ ապրի, իրոք շատ հետաքրքիր պատմություն է, կարաք ինտերնետում փորփրեք, այդ կինը ամբողջ բյուջեն ծախսեց իրա վրա, ու մի գեղեցիկ օր պարզեց, որ Զիմբաբվեի բյուջեում, այնտեղ մի քանի 1000% ինֆլյացիայով բանով, ու պարզեց, որ Զիմբաբվեի բյուջեի հաշվին մնացել է $10 փող։ Հիմա մեզ սպասում է այդ ապագան, ու իրանց թվում էր, որ պատասխան տալու ժամանակը չի լինելու, իրանք պատասխան չեն տալու, պատասխանեցին, են էլ ոնց պատասխանեցին։ Ու
ամենայն ազնվությամբ եմ ասում, ես չեմ նախանձում Աննա Հակոբյանին, երբ որ պատասխան տալու օրը գա, եթե ինքը իրան թվում է, որ ինքը փախկվելու է Ֆրանսիայում, որ ինքը փախնելու է Կանադա, որ իր բջերին ինքը կարողանալու է ցրի աշխարհով լավ տեղավորի, դա այդպես չի։ Խռիկներից հանելու ենք այդ ամեն ինչը։ Ու Աստված ոչ անի այդ օրը գա, այսինքն մեր համար Աստվածն է, բայց Աննա Հակոբյանի համար Աստված ոչ անի, որտեվ պատասխանը լինելու է ամենայն դաժանությամբ։ Այդ իր անգերուհիները, ՄԻՊ-ը, ներքին գործերի բոլորը այսպես խմբակային նստելու եք ծտեր։ Որովհետև ձեզ թվում է, որ դուք ընդմիշտ եք լինելու ձեր պաշտոններին կամ ձեր գողացած փողերը դուք վայելելու եք, դա այդպես չի։ Որովհետև դուք այն ուղեղի տեր մարդիկ չեք, որ կարողանաք անեք գոնե կիրտ ու գրագի հետ։ Եթե մենք փորձում ենք խոսել նախկինների կոռուպցիայի մասին, հա, ապա այդ մարդիկ կատարել են իրենց պարտականությունները սկզբից, հա, ապահովել են պետության անվտանգությունը, ժողովրդի անվտանգությունը, մենք ունեինք բանակ, կրթություն, Արցախ, եկեղեցի, հա։ Այսինքն մեր բազային եւ կարեւորագույն պահանջները ապահովված էին։ Հետո նոր նրանք հիմա գողացել են, չեն գողացել, դուք ապացուցեք, ոնց որ դա լավ չի ստացվում։ Հա։ Իսկ դուք ինչ արեցիք։ Հերիք չքանդեցիք, այսինքն չկատարեցիք ձեր կարևորագույն եւ հիմնական պարտականությունները երկրի եւ ժողովրդի նկատմամբ։ Ասենց բաց երեսով ակնհայտ թքած ունենալով օրենքի, խղճի, նամուսի, մարդկանց վրա գողություն եք անում, ասում եք լավ եմ անում, էլի եմ անելու։ Ու ձեր մեղադրականը ապացուցելը շատ ավելի հեշտ է լինելու, շատ ավելի հեշտ։ Սկսած այդ փես ու սիգարետների պատմությունից, որ ինքը պետք է դատվեր իրականում կանտրաբանդայի համար։ Մի սամալյոտ կանտրաբանդա է մարդը տարել։ Դա քրեորեն պատժելի արարքա։ Վերջա, հա՞։ Փեսեն չէ կներես, աներձակը։ Հա։ Եկե աղբերը։ Այդ ամենամեղ բանն է։ Դրանից սկսած վերջացնելով մնացած բոլոր նարկատրաֆիկը, ասֆալտի գողանալը, ապօրինի տենդերները, այս բան Աննա Հակոբյանի ճանապարհորդությունները, որ մենք այս մինչև այսօր չգիտենք ում հաշվին է բան անում, իմ քայլի հիմնադրամի փողերը ուր են գնում, եթե իրանց թվում է, որ այդ իրանց հորդուքյանն է ու իրանք փողերը ոնց ստանում են ու ոնց ուզում են ծախսել, դա այդպես չի։ Ցանկացած գործարարի հետ խոսեք, կոնկրետ կանչում են, պայմանավորում, բերում ես 1 միլիոն, բերում ես 5 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Բերում ես այս կամ չես բերում, վերջացավ, տանում տալիս են։ Ես անձամբ ճանաչում եմ մարդկանց, մի հատ է կբերես։ Ես անձամբ ճանաչում եմ մարդկանց, ում տարել փակել են։ Միջև գումարը ու ասել են փողը կբերես կհասցնես, քեզ բաց կթողնի։ Փշում այդ մարդը ոչ մի բան չի արել է, իր մեղքը մենակ այնա, որ ինքը գործարար է։ Եվ 3-4 գրում է այս ամեն ինչը պիտի վերադարձնենք ժողովրդին։ Կերակ։ Ժողովուրդ ջան, այս կարեք ինձ պատմեք այս վերադարձվածից, այդ Range Rover-ից, բնակարանից, ինչքան փող ձեզ 30 միլիոնից 100 միլիոնից։ Ձեզ ինչքան փող հասավ, այդ որ ասում են վերադարձնելու ենք ժողովրդին, ինչ նկատի ունի։ Ջարդել հասավ, տնականություն էլ հասավ, ворթիների գերեզմաններ էլ հասավ, ինչ չհասավ։ Ամեն դեպքում Փաշինյանը ունի ծրագիր, այդ ծրագիրը իրականացնում է ու եթե մենք հանդուրժենք այդ ծրագիրը կարող է հաջողվի եւ 26 թվականին Փաշինյանը կրկին կվերընտրվի։ Եթե դուք ուզում եք Փաշինյանը վերընտրվի, շարունակեք հավատալ այս հեքիաթներին եւ բան անել։ Եթե դուք ուզում եք Հայաստանը երեխեքին ուղարկեք մատենադարան մտածելով, որ անհատիության թույն ծիտ է։ Շնորհակալություն։ Խնդրեմ։